Հայաստանի իշխանությունները հռչակել են 4-րդ հանրապետություն, ասում են 3-րդ էլ չկա, հիմա 4-րդ են կառուցում, բայց Ալիևը շարունակում է հայտարարել, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանը, որ Սևանը Գյոյչա է, որ բոլոր ուրեմն Հայաստանի այսօրվա հողերը դա պատմական իբր ադրբեջանական հողեր են, եւ ինչ անում Ալիևը բացի այս ամենից, ֆինանսավորում է կազմակերպություն, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան ու Արևմտյան Ադրբեջան նկատի ունենալով այսօրվա Հայաստանի տարածքը, իրենք միջոցառումներ են անում, միջազգային եւ այլն ֆորումներ, կոնֆերանսներ, որտեղ անընդհատ ներկայացնում են այդ գաղափարը։ Այսինքն, մինչև մենք ասում ենք, որ պետք է լինի խաղաղություն, Ալիևը ֆինանսավորում է այդ գաղափարը, որ պետք է արևմտյան Ադրբեջան լինի, որ 300,000 ադրբեջանցի պետք է գա Հայաստան ու ապրի, ու ասում է, որ Հայաստանը դա Ադրբեջան է։ Հասկանում եք, այսինքն, այո, պետք է լինի խաղաղություն, բայց խաղաղություն պետք է լինի երկկողմանի։ Եթե մեզ նախապատրաստում են խաղաղության, ուրեմն Ադրբեջանի ղեկավարությունն էլ պետք է Ադրբեջանի ժողովրդին նախապատրաստի խաղաղության, ոչ թե նախապատրաստի նոր ճնշումների, նոր էսկալացիայի, նոր ինչ-որ բաների, պահանջների, եւ մենք պետք է տեսնենք ինչ անում նաեւ մեր հակառակորդը կամ մեր հարևանը, ինչպես ուզում եք այդպես կոչենք, բայց իրենք իրենց որպես հարևան դեռևս չեն պահում, իրենց պահում են որպես հակառակորդ, որը պահանջներ ունի մեր նկատմամբ։ Այս սա պետք է հասկանալ ու լինել ադեկվատ այն իրողություններին եւ իրականությանը, որը որ մեր շուրջ է։